Մի քանի փաստ, որոնք ձեզ իսկապես կզարմացնեն։ Հեղինակը ի սկզբանե չէր ցանկանում գրել փոքրիկ կանայք վեպը, որովհետև կարծում էր, որ նմանատիպ պատմությունները չափազանց խրատական են աղջիկների համար։ Բայց երբ նա սկսեց գրել, ընդամենը 10 շաբաթում այն ավարտեց, ոչ ուտում էր, ոչ քնում էր ու անդադար գրում էր։ Հեղինակի ստեղծած կերպարները, այդ 4 կերպարները հորինված կերպարներ չէին, դրանք վերցված էին իր ընտանիքի անդամներից, ու Ջոյի կերպարը հենց հեղինակի կերպարն է։ Շատ հետաքրքիր է, թե ինչ ճանապարհ էին քանցել, ու Լուիզա Մեյ Օլկոտը հավատում էր, որ կնոջ կյանքի միակ նպատակը ամուսնությունը չի, բայց ընթերցողների ճնշման տակ որոշ սյուժետային գծեր փոխում է։ Գրքի հաջողությունից հետո հեղինակի տուն անդադար գալիս էին այցելուներ, երկրպագուներ, ու երբեմն նա ձևացնում էր, որ ինքը սպասուհի է իր սեփական տանը, որ իրեն հանգիստ թողնեն։ Մի բան էլ, Մարչերի ընտանիքի աղքատությունը ու այդ դժվարությունները, որ իրենք ունենում են, այն կարիքը, որի մեջ ապրում են, հորինված չէր։ Ընտանիքը ֆինանսական կայունություն է ձեռք բերում այս վեպը գրվելուց հետո, այս վեպի հաջողությունից հետո։ Ու այս ամենը իմանալուց հետո հասկանում ես, թե ինչու է այս վեպը այդքան անձնական ու ինչու է այդքան անկեղծ։ Իմ էջում ես շատ եմ խոսում գրքերից, միացիր, միասին բացահայտենք նոր ու հետաքրքիր պատմություններ։ Իսկ ես գրքի մասին ռիվյու անպայման կբերեմ։